երբեմնի մեր փառապան բանակի խոսափող զինուց ծրագիրը սկսվում է, որ ատեստացիայով ինչ-որ սպա սկսել է բարձր աշխատավարձ ստանալ, վերջանում է, որ ևս 3 աղջիկ գնացել են ծառայության ինչ-որ 1 միլիոն, 1,5 միլիոն դրամի հաշվելու վերջ։ Մեկ թիթիզ բաներ, ֆորմայից։ Պարոն, իրականում շատ անկյունաքարային հարցը, գործընկերներս տարբեր անվտանգային շերտերի անդրադարձան, մի քիչ ընդհանրացնեմ ավելի։ Դուք անվտանգության մեծ սպառնալիքների մեջ այսօր մի օրինակի վրա ասեմ, այսօր ականատես եմ եղել մի զրույցի, մեկին ասում են, որ մոտ ազգական ացել, բայց սրտ չեն գնալու։ Հարցրեց ինչի, ասաց երեխեքը նիկոլական են։ Ասաց երեխաները որտեղ նիկոլական են։ Իրականում սփյուռք հայրենիք պառակտվածությունը առանձին վիհել ներ հայաստանյան պառակտվածությունը, որտեղ նախորդ 30 տարիներին քաղաքական պայքարը որքան էլ դժվար է եղել, որքան էլ ճակատի եղել, երբեմն նաև զոհերի է հանգեցրել, բայց երբեք քաղաքականությունը ներհասարակական, ներընտանեկան պառակտվածության պատճառ չի դարձել։ Մոտ վերադառնալով Սփյուռքին։ Իրականում այսօր էլ լուրջ մտքի գեներացիա կա Սփյուռքում։ Սփյուռքում լուրջ խմորումներ կան, ինքնագնահատման, ինքնափնտրության, այսպես ասեմ, որովհետև ի վերջո 20 թվականի 44-օրյա պատերազմից այդ ողբերգական արդյունքներից հետո Սփյուռքը լուրջ մի մեծ ճգնաժամի առաջ է կանգնում։ Եվ միշտ Սփյուռքի հիասթափության օրինակը միշտ բերում եմ Հալեպում Արամ Մանուկյան դաշնության մեծ կենտրոն կա, մի քանի հարկանի շենք է, որի ռեստորանը կոչվում է Սպիտակ։ Եվ ինչի է կոչվում Սպիտակ, որտեղ հալեպահայ նվիրատվություններով, երբ որ սկսել են շենքը կառուցել, որ այսօր հայության հավաքատեղին է։ 88-ի երկրաշարժն է եղել։ Եվ ամբողջ շենքի շինարարությունը կանգնեցրել է, եւ ամբողջ ներուժը հալեպահայությունը ուղղել է հայրենիք։ Ինչպես Սփյուռքի բոլոր գաղութները։ Եվ հետո միայն երբ որ շարունակել են շենքի կառուցումը, շարունակությունը, դրա համար հիշատակ Սպիտակի երկրաշարժի այդ ճաշարանը կոչվում է Սպիտակ։ Եվ իրականում 30 տարի Սփյուռքը մի կանգնեցրել է իր զարգացումը, ներքին շենացումը, հազար մի տեսակ կառույցների վրա աշխատանքը, այդ ամբողջ ներուժը ուղղելով հայրենիքի։ Եվ 44-օրյա պատերազմից հետո բնականաբար ինչպես շատ շատերից մոտ փլուզում է, այլևս չկա Արցախ, այլևս չկա 30 տարվա պայքարը։ Եվ պետք է շատ անկեղծ ասեմ, պարոն Զաքարյանը շատ լավ ճանաչում է, Ամերիկայի հայդատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում աշխատում է Էլիզաբեթ Չուրջան անունով Ամերիկայի մեր ընկերուհի, որ Էլիզաբեթը մատոր է եղել տարիներ շարունակ, հայ հեռուստադիտող Էլիզաբեթին գիտի, որովհետև ամենահասանելին եղել լրատվամիջոցների, պարոն Զաքարյանը տեսել է հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում եւ քվեարկությունը ոնց են կազմակերպում։ Ես Էլիզաբեթի հեռախոսահամարը երբեք հեռախոսումս չեմ պահել, բայց անգիր գիտեմ մինչև հիմա, ամերիկյան համարներն երկար են, որ գրեթե 2 օր, 1 տարիներ շարունակ ես Էլիզաբեթի հետ խոսել եմ հեռախոսում, ու պետք է անկեղծ ասեմ, 44-օրյա պատերազմից հետո ես երես չեմ ունեցել Էլիզաբեթին զանգահարել, երես չեմ ունեցել, որովհետև եւ ինքը մարմնացումն է իմ համար նաև Սփյուռքի, որովհետև ես չգիտեմ ինչ կա, ինչ ասեմ, մարդ որ 24 ժամ իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է ամերիկյան կոնգրեսում, պետական կառույցներում, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հայ ժողովրդի այդ ամբողջ աշխատանքի։
ես էլ ինձ համարում որպես ամբողջ Հայաստանցու մարզացու երես չեմ ունեցել եւ շատերի դեպքում է այդ մեծագույն խնդրեմը երկրորդ վտանգը որ կա որ այսօր մեր երկրում տեղի ունեցողի շարունակությունն է նայեք եկեղեցու դեմ արշավը դուք վերնագիր ես քննարկման դրել եք Հայաստանի եւ հայության իրականում լրջագույն սպառնալիք է ամբողջ Թուրքի համար իրավական առումով սպառնալիք է որովհետեւ 2-3 թեզեր մեկ որ մայրաթորը չգիտեմ տարբեր եպիսկոպոսների KGB-ի գործակալ են այլ երկրի ենթարկվող են ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցին համահայկական է ամենայն հայոց կաթողիկոսն է աշխարհի տարբեր թեմերում թեմական առաջնորդ նշանակում հոգեվորականներ գործողում եւ բոլոր երկրների անվտանգության մարմինների համար այս անուղեղների այդ ամբողջ ներքին պայքարը եկեղեցու դեմ դառնում է լուրջ մտահոգության գործիք որովհետև եթե գործակալ է, եթե այլ երկրի գործակալ է, նշանակում է իր գործակալական ցանցը ամբողջ աշխարհով է։ Եվ եւս մի բան կա, այդ նույն շրջագծում թե վայ ինչի է այլ երկրի քաղաքացի, եւ սպառնալիք է մեր բոլոր թեմերի համար, նվիրապետական աթոռների համար, որտեղ սրանց ուղեղում այդ չկա Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, Կշիռը համահայկական հայ ժողովրդի ամենամեծ զենքերից մեկը, ամենամեծ ուժականություններից մեկը, սրանց ուղեղը չի ասում, որ իրեն ներքին եկեղեցու դեմ պայքարով իրեն լուրջ սպառնալիք են Պոնսո պատրիարքությանը, որտեղ Պոնսո պատրիարք կարող է ընտրվել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, եւ իրականում այս առումով սարսափելի մեծ վտանգ է, եւ չկա սրանց մոտ ընդհանրապես գիտակցություն այդ սպառնալիքների ես հիշում եմ արտաքին հետախուզական ծառայության ձևավորման հարցի քննարկման ազգային ժողովում մեկ էլ հելել են ու ասում են դե հա արտաքին հետախուզական ծառայություն Սփյուռքից էլ կարող ենք օգտվել Հարվածի տակ դնելով Սփյուռքում ապրող տարբեր երկրների օրինապաշտ մեր 100,000-ավոր միլիոնավոր հայրենակիցների Իսկ հնարավոր է արդյոք վերականգնել, տեսեք, ինչ շատ հարցերում ասում են հնարավոր է արդյոք, միշտ հայացքը ցուղում եմ օրինակի, 88-ի Արցախյան շարժումից 2-3 ամիս առաջ համալսարանի իմ դասախոսներից մեկը, որ շատ հարգի դասախոս է, երբ որ ասեցի Արցախ-Ղարաբաղ ցույցի պետքա գնամ, առաջի ցույցն էր 87-ին կլորացած աչքերով ինչ Ղարաբաղ, ինչ բան մի քանի ամիս հետո հայ ժողովուրդը Արցախ էր գոհ նույնը վերաբերում Սփյուռքին պետք է նկատի ունենալ որ Սփյուռքը ամբողջական տարողությամբ մինչև 88 թվականը մինչև ազգային շարժում եւ Հայաստանի անկախացում մեծամասամբ վանված է եղել Հայաստանը խորհրդային Հայաստանի պայմաններում այդ հաշվի չառնեք Սփյուռքի այդ կոմիտեն որ կար հայրենիքի ձայնը սովետական Հայաստան ամսագրել է որովհետև մեծամասամբ այսպես ասեմ նաև դաշնակցության ազդեցության շրջանակները ամբողջությամբ պոտորված էին պահանջվեց 1-2 տարի որ այդ ամբողջը վերադառնա հետո նաև նորակախ Հայաստանի ժամանակ ինչ որ պահի նարին ջուտողները չպետք է որոշեն Հայաստանի քաղաքականությունը բավականին լուրջ հարված էր հայրենիք Սփյուռք հարաբերություններին բայց մենք ունեցանք հայրենիք Սփյուռք հարաբերությունների թույլ տվեք ասել ոսկե դար որովհետև հայրենիք Սփյուռք փոխգործակցությունը նաև ազգային հարցերի շուրջ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ 2007-ին հանգեցրել էր Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի Մեհմեդ Ալի Բիրանդի խմբագրականի վերնագրի հայկական ցունամի Բիրանդը իր երկրին իր ժողովրդին իր կառավարությանը Թուրքիայի ասում է որ դուք լուրջ չեք վերաբերում հայկական ցունամին է գալիս եւ իրականում հնարավոր է վերականգնել այդ ցունամին բայց այստեղ պետք է գործ ունենալ լրիվ նոր որակի իշխանություն, որը
ի տարբերություն սրանք, որոնք 18 թվականից հետո անտեսեցին Սփյուռքի բոլոր կայացած կառույցները եւ սկսեցին անհատական ինչ-որ երկխոսություններ առանձին անհատների հետ։ Իդեպ առանձին անհատներից շատերը մեր Միացյալ Նահանգներում, եթե առաջին 1-2 տարին այս իշխանության հետ ուներ հարաբերություններ, հիմա ամբողջովին երես են թեքել։ Եվ դրա համար Սփյուռքում այդ Սփյուռքի գործերի անձնակատարի նշանակած մարդիկ համայնքում անճանաչելի մարդիկ են։ Նախ իրական համագործակցությունը պետք է լինի Սփյուռքի կայացած գործուն իշխանություն ունեցող կառույցների հետ։ Պետք է անկեղծ զրույց Սփյուռքի հետ հասկանալու նաև Սփյուռքի խնդիրները, հասկանալու եղած խնդիրները եւ նաև անկեղծություն ունենալու ներկայացնելու իրոք մեր խնդիրները եւ Սփյուռքը համարելու որպես հայության միասնականության խորհրդանիշ։